Ողջույն բոլորին, այս դասին կքննարկենք դիոֆանցիան հավասարումներ, այսինքն ինչ-որ հավասարումներ, որտեղ փոփոխականները ամբողջ թվեր են։ Կրոցենք տնային առաջադրանքի առաջին 3 խնդիրները։ Առաջին խնդրի պահանջը հետևյալն է, ունենք x քառակուսի մինուս x գումարած 1 հավասար է 2-ի y աստիճան հավասարումը, պետք է գտնել բոլոր բնական x ու y թվերը, որոնք բավարարում են այս հավասարմանը։ Տեսնենք, որ ձախ մասը լրիվ կախված է x-ից, աջ մասը լրիվ կախված է y-ից, դա մի փոքր հուշում։ Ով կուզենա պատմել, կասես Գոր։ Այո, եթե մենք տեսնում ենք, որ 2-ի y աստիճանա, իսկ 2-ի ցանկացած աստիճան լինելու է զույգ։ Իսկ եթե մենք դիտարկենք, որ y կենտ է, կենտի քառակուսին կլինի կենտ, իսկ եթե կենտից հանենք կենտ, կստացվի զույգ։ Եթե զույգին գումարում ենք 1, կստացվի կենտ, այսինքն ստեղ կստանանք հակազդություն։ Նաև պետք է դիտարկենք, եթե x-ը զույգ է, զույգի քառակուսին կլինի զույգ, որ զույգից հանում ենք զույգ, կստացվի զույգ, իսկ զույգին գումարած 1 կենտ, իսկ 2-ի y աստիճանը զույգ է։ Ուրեմն կարող ենք ասել, որ այստեղ լուծում չկա։ Ճիշտ է։ Մենք հակասության գալիս ենք դիտելով զույգությունը։ Անցած դասին քննարկել ենք, որ կարելի է նաև ուրիշ թվերի բաժանելիությունը դիտարկել, բայց դիոֆանցիան հավասարումներում հաճախ օգնում է նայել հավասարման երկու մասերի զույգությունը։ X-ը կենտ դեպքում ինչ-որ ձախ մասը էլի ստացվում է կենտ, x-ը զույգ դեպքում ձախ մասը էլի ստացվում է կենտ, այսինքն ինչ ուզում է լինի, ձախ մասը կենտ է, իսկ աջ մասը զույգ։ Լավ, ավելացնելու բաներ ունեք, շատ լավ, եկեք անցնենք հաջորդ խնդրին։ Այստեղ էլի ունենք հավասարում, էլի x-ից ու y-ից միայն կախված, ձախ մասում x քառակուսի գումարած x, աջ մասում 3-ի y աստիճան։ Ինչպես լուծենք։ Էդմոն, մտքեր ունես։ Դե ես նախ x քառակուսի պլյուս x-ից ընդհանուր եմ հանել x-ը, ստացվել է x անգամ x պլյուս 1, հավասար է 3-ի y աստիճան։ Այս հավասարումը լուծում չունի, քանի որ x անգամ x պլյուս 1-ը երկու հաջորդական թվերի արտադրյալը, որը ինչպես գիտենք զույգ է, իսկ 3-ի ցանկացած աստիճան կենտ է։ Ձախ մասը զույգ, աջ մասը կենտ։ Լավ։ Գագիկ ավելացնելու բան ունես։ Ես ուրիշ լուծում եմ արել, կարելի ասեմ։ Եկեք հետ էլ քննարկենք։ Ամենասկզբում տեղադրել եմ ոնց x-ը զույգ է, եթե զույգ թվը քառակուսի անենք, ինքը մնալու է զույգ։ Գումարենք զույգ թիվ, կմնա զույգ, բայց y-ի 3-ի բոլոր աստիճանները կենտ են, նշանակում x-ը չի կարող լինի զույգ։ Հետո ես տեղադրեցի, որ x-ը կենտ է։ Կենտի քառակուսի աստիճանը կենտ է, կենտ գումարած կենտ հավասար է զույգ։ Նորից 3-ի բոլոր աստիճանները կենտ են, կենտներ չի կարող լինի հավասար լինի զույգ, նշանակում այս հավասարումը լուծում չունի։ Ճիշտ է։ Ես կասեի, որ համարյա նույն լուծումն է, ինչ որ ձևով պետք է հասկանալ, որ այս ձախ մասը x քառակուսի գումարած x-ը կամ x անգամ x պլյուս 1-ը միշտ զույգ է լինելու։ Իսկ աջ մասը երբեք զույգ չի։ Լավ, դե ուրեմն այսպեսի առաջադրանք, եկեք փորձենք լուծել x քառակուսի գումարած x-ը հավասար է 3y անգամ 2 հավասարումը։ Ինչ եմ ավելացնում այս երկուսը։ Ձախ մասը գիտեինք զույգ, հա, աջ մասն էլ ես սարքեցի զույգ, հիմա այս հավասարումը լուծում ունի օրինակ։ Այո, պետք է ունենա։
Պետքա որ ունենա, բայց պետքա ասեք որն է լուծումը։ X-ը ընդհանուր արտադրիչ անենք նախ։ Իսկ օգուտ կտա, որ երկուսը տարենք հավասարման մյուս կողմ։ Չգիտեմ, չի խանգարի կարծում եմ։ Ես Հա, հասկացա։ ստացվեց, ոնց որ x անգամ x պլյուս 1-ը կլինի զույգ թիվ, որ տանում ենք երկուս տանում ենք այն մյուս կողմ կբաժանվի երկուսի առանց մնացորդ, կստացվի արդեն չէ, արդեն կեն թիվ է ստացվում։ Կարող է կեն ստացվի, եթե էլի զույգ եղավ, օրինակ եթե x-ը բաժանվեց 4-ի, բաժանենք երկուսի, մի հատ էլ երկուսի կբաժանվի, միևնույն զույգ կլինի, 3-ի y աստիճանի հավասար չի լինի, բայց նաև դեպքեր կան, երբ որ կարա կենտ դառնա, կարա սա կենտ լինի, Իմ մոտ միտք կա։ ասա, Ես նայում եմ, որպեսզի 3y աստիճանը միշտ կենտ է, իսկ եթե x-ը տեղադրենք ոնց զույգ, x պլյուս 1-ը կլինի կենտ։ Բայց որ այդ բաժանած երկուսից ազատվենք, x-ը պետքա լինի 2, որովհետև 2 հարբերից 2-ը կլինի 1։ Սա ասում է x-ը x պլյուս 1-ը հավասար է 3, 3 հավասար է 3-ի y-րդ աստիճան, y-ը հավասար է 0։ x-ը հավասար է 2, x պլյուս 1-ը հավասար է 3, ստացվեց x անգամ x պլյուս 1-ը, եղավ 2 անգամ 3, եղավ 3-ի y աստիճան անգամ 2, 3-ի որ աստիճան, 0, ոչ, 1։ այսին x-ը հավասար է 2, y-ը հավասար է 1, որ վերցնենք, սա լուծում կլինի։ Կարող ենք մի անգամ ևս տեղադրել համոզվել, ձախ մասը կլինի 6, աջ մասը կլինի 6։ Սա լուծում է, բայց կարող է ուրիշ լուծումներ էլ կան, օրինակ կարող է x-ը 6 լինի, 6-ը բաժանեք 2-ի, էլի կեն ստացվի, հա? Օրինակ եթե x-ը 6 է, 6 անգամ 6 պլյուս 1 կես ունենք, x-ը 1 է։ այ մի հատ էս գրեմ, ստացվում է 3-ի y աստիճան, ստացվում է 3 անգամ 7, չէ, լավ չի, 7-ը ոնց որ 3-ի աստիճան չի, չէ? Որոշ դեպքում չէ։ Բայց ես հեսա նայեցի x-ը 1 կարող լինի, ստացվի 1 անգամ 2 հարբերից 2, 1, 1-ը հավասար է 3-ի 0 աստիճան, y-ը հավասար է 0։ 1 0։ Այդ դեպքում y-ը 0 է ստացվում, երբ որ x-ը 1 ենք տեղադրում, ձախ մասը 2, աջ մասն էլ պետքա 2 լինի, ուրեմն 3-ի y աստիճանը 1, ուրեմն y-ը պետքա 0 լինի, բայց մեզ պետք էր բնական լիներ։ Քանի որ 0 չի կարող լինի, նշանակում է մի հատ պատասխանը 2 եւ 1։ Եվ քանի որ դա քառակուսային հավասարում էր, դրանից մենք ունենք պատասխանների քանակ ոնց 2 հատ։ Քանի որ քառակուսային հավասարումը 2-ից շատ չի լինում։ Քառակուսային հավասարում չի, որովհետև մենք երկու փոփոխական ունենք, բայց y-ն էլ է փոփոխական, չէ՞։ Իմ մոտ ուրիշ միտք էր։ X-ը ոնց ես փոփոխական եմ հայտարարել, y-ը վերջ-վերջով 3-ի y աստիճան կլիներ թիվ։ Այդ թիվը կբացում պետք է 2-ի կգնար ձախ կողմ եւ կդառնար քառակուսային հավասարում։ Սա դառնում է քառակուսային հավասարում, բայց եթե y-ը ինչ-որ թիվ, օրինակ y-ը տեղադրենք 1, սա քառակուսային հավասարում է, y-ը տեղադրենք 2, քառակուսային հավասարում է, y-ը տեղադրենք 3, քառակուսային հավասարում է, բայց բոլոր y-ները պետքա տեղադրես ու բոլոր քառակուսային հավասարումները լուծես։ Տենց չես կարողանալ։ Չէ, վերջ-վերջ էդի քառակուսային հավասարումներ լինել։ Եվ դրանից պատասխանները լինելու են 2 հատ։ Հա։ Իսկ մենք արդեն 2 հատ պատասխան գտել ենք։ Չէ, մենք հավասարման գտել ենք 2 հատ պատասխան, y-ը հավասար է 1-ի համար մի հատ, պատասխան, y-ը հավասար է 0-ի համար մի հատ պատասխան։ Բայց y-ը հավասար է 2-ի համար պատասխան չեք գտել, y-ը որ 2 լինի,
էլի ինչ որ քառակուսային հավասարում է, կարող է ինչ որ էլի արմատ կա։ Հա։ Այո, Մի հատ որ ուշադիր լինենք, այս y-ը հավասար 1 դեպքում էր այս լուծումը։ Իսկ այն մյուս լուծումը, որ քննարկեցինք, x-ը հավասար 1, y-ը հավասար 0-ն էր։ Որը ի դեպ չի թույլատրվում, որովհետև բնական թվեր են պետք։ Մեզ պետք էր ոչ բնական, մեզ պետք էր բնական y-ը 0 չլինի։ իմ Բայց մոտ այստեղ ինչ ուրիշ դեպքեր կան։ կարելի է հիմա փորձը պնդել, որ այլ դեպքերում 3-ի y աստիճան բացանապատկած 2 գումարած 1-ը այդ թվից չպետք է դուրս գա արմատ։ Գումարած 1-ը։ Դե ես նայեցի d-ով, եթե հաշվեինք p-ի քառակուսի 1 հանած 4ac կստացվեր -4 անգամ դե մինուսը մինուսի հետ կդառնա պլյուս 4 անգամ 3y աստիճան անգամ 2 էդի 8 անգամ 3y աստիճան գումարած 1-ից չպետք է դուրս գա արմատ։ Գրենք մի հատ։ Դիսկրիմինանտով ենք լուծում։ Դիսկրիմինանտը հավասար է p քառակուսի, b-ն հավասար է ինչի։ 1-ի b-ն հավասար է 1-ի, 1 քառակուսի հանած 4 անգամ ան ինչի է հավասար 1 1։ Իսկ c-ն ինչի է Տո հավասար մինուս 3y աստիճան անգամ 2 անգամ 2։ մինուսը մինուսի հետ կջնջվեր կդառնար 1 գումարած 8 անգամ 3y աստիճան 8 անգամ 3y։ Եվ դու պնդում ես, որ d-ից արմատ դուրս չի գալիս, հա։ հա եթե конечно y-ը հավասար չի 0 կամ 1 Հա, եթե y հավասար է 0 ստանում ենք 9, եթե հավասար է 1 ստանում ենք 25։ Բայց կարող է էլի թվեր կան, որ լինում է։ Ինչ ենք վստահ, որ d-ից արմատ դուրս չի գալիս, հաստատ։ դե ես մտածում եմ պետք է փորձել ապացուցել որ արմատ դուրս չի գալի Հա, կարելի է փորձել։ Ես չգիտեմ տենց է թե չէ։ Հա, տենց է ոնց որ թե։ Այս պետք է մտածել, թե ինչու թվի քառակուսի հավասար չի։ Գրենք 1 գումարած 8 անգամ 3y-ը հավասար է օրինակ z-ի քառակուսի։ Այսինքն այս հավասարումն ենք ուզում լուծել, հա։ եւ մի հատ էլ z-ը պետք է լինի բնական թիվ Հա։ Այսինքն մենք այս հավասարումը բերում ենք այս հավասարմանը։ Իրար նման են իրականում։ Ստեղ ունենք x քառակուսի գումարած x, հիմա ունենք z քառակուսի առանց z-ի, բայց ավելորդ մի հատ գումարելի կա 1, կարելի է այս 1-ը խմբավորել է z քառակուսու հետ։ Շատ նման են, ես դեմ չեմ, որ այս լուծումով շարունակենք, բայց նաև կարող ենք հիշել, որ իրականում հենց սկզբնական հավասարումը, օրինակ այս հավասարումը, էլի նմանատիպ էր ու փորձենք սա լուծել։ Ինչ մտքեր կան։ իմ մոտ միտք կա Ասա։ ես մտածում եմ զույգ ու կենտ թվերի արտադրյալը միշտ զույգ է եւ քանի որ մեր մոտ x-ը հավասար չի 2-ի բայց x-ը պետք է բաժանվի 2-ի կամ x + 1-ը այտենց է եթե մենք բաժանենք կստացվեր 3-ի y աստիճան որը կենտ է բայց քանի որ x-ը կամ x + 1-ը զույգ են եւ իրանք երկուսից մեծ են եւ իրանք եւ բաժանենք 2-ի կմնա բաժանելուց հետո զույգ թիվ այս զույգները բացապատկենք x-ով կամ x + 1-ով կտա կենտ կտա զույգ
որտեղ բազմապատկում ենք 2-ով, զույգ թիվը չպետք է հավասար լինի կենտ թվի, դրանից հավասարումը այդ լուծում չպետք է ունենա։ Բայց նայ, օրինակ, երբ որ x-ը 6 էր, 6 բաժանած 2, եղավ 3, x պլյուս 1-ն էլ 7 էր, ունեցանք կենտ անգամ կենտ, աճմասում են 3-ի աստիճաններ, էլի կենտ, ստեղ արդեն ոչ թե կենտն ու զույգն է խանգարում, այլ մեկ այլ բան է խանգարում, որը ավելի դժվար է նկատել, ես առաջարկում եմ ընթանանք, 3-ն է արդեն հիմա խանգարում, եկեք մի հուշում տամ, սա տնային առաջադրանքում ներառեմ և հաջորդ դասին կքննարկենք, որպեսզի դուք կարողանաք մտածել երկար։ Եկեք սենց մտածենք, այս աճ մասը 2 անգամ, 3 անգամ 3 անգամ 3 անգամ տենց 3-ների հավաքածու է, չէ։ Հիմա y հատ ընդ որում։ Ձախ մասը x անգամ x պլյուս 1 է։ Դե այս x-ը պետքա կամ 2 պարունակի, կամ էլ x պլյուս 1-ը պետքա 2 պարունակի։ Այսինքն մենք փորձում ենք այս երկուսը բերել ոնց որ տեղավորել կամ x-ի մեջ, կամ x պլյուս 1-ի մեջ, այնպես անել, որ դրանցից ինչ-որ մեկը 2 պարունակի։ Նույն կերպ 3-ները եկեք փորձեք։ 3-ները պետք է տեղավորել կամ x-ի մեջ, կամ x պլյուս 1-ի մեջ, բայց ինչ-որ մի բան են չի ստացվում։ Առաջարկում եմ տենց մտածել, այս աճ մասի պարզ բաժանարարները ձախ մասում գրելու մտքերով, եղանակով, և այստեղ էլ կարելի է նույն բանը անել, այստեղ ուղղակի առաջարկում եմ գրել z քառակոսի հանածը 1, ձախ մասում է 8 անգամ 3-ի y, էլի այստեղ պարզ բաժանարարները գիտենք, իսկ այս մասում մի հատ արտահայտություն ունենք։ Պետք է փորձել կապել իրար հետ, հենց անել, որ այստեղ էլ պարզ բաժանարարները լինեն 2, 2, 2 և y հատ 3։ Ստացեք, հետո քննարկենք։ Եվ անցնենք երրորդ խնդրին, որը կարծում եմ ինչ-որ եղանակով կօգնի։ Ով է լուծել երրորդ խնդիրը։ Քանի որ լուծող չկա, սա էլ առաջարկում եմ հուշում տալ և հետո քննարկենք։ Այստեղ որ նայենք, ձախ մասում ինչ-որ թիվ x-ից կախված, աջ մասում ինչ-որ թիվ y-ից կախված։ Աջ մասում կենտ թիվ։ Ձախ մասում էլի ոնց որ կենտ։ Օրինակ, եթե y-ը վերցնեմ 3, կլինի 3 քառակուսի գումարած 3 հանած 1, կենտ գումարած կենտ հանած 1, կենտ ստացվում է 11, հա, էլի կենտ։ Այսինքն, որ նայում ենք ձախ մասում, էլի արժեքը կենտ է։ Իրականում նույնն էլ զույգով, եթե x-ը զույգ տեղադրենք, կլինի զույգ քառակուսի գումարած զույգ հանած 1, էլի կլինի կենտ։ Հիմա պետք է հասկանալ, լավ, ուրիշ ինչը կարող խանգարի այս հավասարման լուծումներին։ Կենտ զույգը չի խանգարում, ոնց որ թե ամեն ինչ համապատասխանում է։ Եվ մենք անցած անգամ քննարկեցինք, Գագիկ, x-ը պետք է լինի 3-ի բաժանարար, աչե, 3-ը պետք է լինի x-ի բաժանարար, որ x-ը բաժանվի 3-ի։ x-ը պետք է բաժանվի x-ի քառակուսի գումարած x հանած 1-ը պետք է բաժանվի 3-ի։ Ճիշտ է, այս մասը, աջ մասը գիտենք, որ բաժանվում է 3-ի, ձախ մասը պետք է բաժանվի 3-ի։ Հիմա մեր նպատակն անենց անել, որ ձախ մասը բաժանվի 3-ի, բայց չեք կարող անեք։ Սա հուշում, հաջորդ անգամ լրիվ կլուծենք, հուսով եմ դուք կլուծեք։ Իսկ այսօրվա համար այսքանը, հաջողություն։